Չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ընդհակառակը, նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը։ Եվ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ։ Եվ մենք ամենևին չպետքա թերագնահատենք այս փաստը։ Եվ ուզում եմ ընդգծել նաեւ, որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք, որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է 88-87 թվականների վերջից, 88 թվականից եւ ըստ էության շարունակվել է, թե շարունակվում է մինչև օրս։ Ըստ էության քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է, բայց մենք պետք է հասկանանք, որ սոցիալ հոգեբանական առումով եւ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղակի կարելի է անջատիչը անջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել։ Եվ հետեւաբար այս դրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում եւ մենք պետք է նաեւ այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք։